Առաջին բուժօգնությունից հետո Վաղարշակ Ղորխմազյանի ինքնազգացողությունը լավացել է, պատմում է, որ նույնիսկ խնդրել է իրեն տուն տանել, ոչ թե Երևան, սակայն կոտրվածքները եւ ընդհանուր իրավիճակն այնպիսին են եղել, որ բժիշկները որոշել են տեղափոխել։ Այս ամիսների ընթացքում Վաղարշակ Ղորխմազյանը բուժվել է Երևանում, մշտապես եղել բժիշկների հսկողության տակ։ Հունվարի կեսերին եմ վերադարձել Ալավերդի, այդ պահից իմ բուժումը ըստ էպիկրիզ նկարագրության անցել է Ալավերդի բժշկական կենտրոնի ներվապաթոլոգին եւ այսօր ներվային բժշկին, ավելի ճիշտ, այսօր դրանով զբաղվում է Քարան Սվետլանան, երկու անգամ այցելել է բնակարան, շնորհակալ եմ ես ներքին ընդհանուր վերաբերմունքից, որոշակի այս պահին ուրեմն սրսկման եւ այլնի դեղեր չեմ օգտագործում, ընդհատված է դա, օգտագործում եմ ուղղակի ընդամենը ոսկրունեն ամրացման կալցի եւ ցավազրկման դեղեր մեկ-մեկ։ Ձեռքերից մեկն առայժմ նորմալ աշխատացնել չի կարողանում։ Լիովին չի ազատվել նաեւ պարանոցի եւ ողնաշարի ցավերից։ Օրվա մեծ մասն անցկացնում է պարկած։ Վերականգնողական կուրսը դեռևս շարունակվում է։ Բժիշկներն ասել են, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կանցնի։ Սկզբում բժիշկներն ասել են, որ անհրաժեշտ է գլխի վիրահատություն կատարել, սակայն հետազոտություններից հետո եկել են այն եզրահանգման, որ ողնուղեղի վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։ Մեխանիկական ուղումը, որ առաջ կատարին, բավարարեցին դրանով եւ ստացվեց, որ ես հիմա պիտի ոնց որ անցնեմ վերականգնողական փուլ, իրանց տերմիններով էտա, որի վերաբերյալ մի պահ դեղեր լինում է, մի պահ ոնց որ չի լինում, այդ ինչ չափի որ ասում են։ Հիվանդանոցային ու մյուս բոլոր ծախսերը, որոնք անհրաժեշտ էր կատարել, ֆինանսական զգալի միջոցներ էին պահանջում, եւ բազմաթիվ ալավերցիներ այդ ծանր պահին կանգնեցին Վաղարշակ Ղորխմազյանի եւ նրա ընտանիքի կողքին։ Շնորհակալ եմ։ Ես անգամ ինձ այնքան օժանդակեցին, որի անգամ կներեք, բայց իմ սրանդի խնդիրներն էլ դրանով լուծվեց, այդ օպերացիան էլ որ դուրս եկավ անակից, երևի այդ ու իհարկե նա Երևանը Ալավերդին չի այնտեղ այդ դեղային ծասեր եւ այլն, պիսիներ որ մենակ առաջին երեկոյան որ այդ 130,000 ստից բանը այդ մեքենաներ որ տարավ Երևան, այն առաջին նկարումները որ գումարում եք 400,000 ռուբլին անցնում է այդ մենակ այդ պերիոդը այդ կոնտրոլի այդ սկզբի այդ բա 1-2 պահ այդ ընդհանրը բայց փառք Աստծո ես էլի արիտ կլինի կասեմ իմ խոսքը ես շնորհակալ եմ բոլոր այն ընկերներից, կոլեկտիվներից, ովքեր իրենց ուժերի ներածին չափով, մեկը ունենալով, մեկը չունենալով, ներողություն, մեկը գնահատելով, մեկը ով ոնց ուզում է հաշվի առնել, բառը ամեն դեպքում եղան իմ կողքին եւ ես ինձ այնուամենայնիվ ինձ իրավունք եմ վերապահել ասելու, որ դրա մի մասն էլ ես իմ պահվածքով գուցե թե վաստակել եմ, ուստի շնորհակալ եմ նաև հասարակության դա գնահատելու վերաբերմունքից եւ եթե մեկ էլ ապրելու լինեմ, էլի կապրեմ նույն սկզբունքով մարդկանց նկատմամբ նույն վերաբերմունքով, երբևիցե ինձ համար առաջնային չի եղել ոչ պաշտոնական դիրքը, ոչ ասենք ձգտումը դրան։ Տնային պայմաններում բուժումը շարունակելով Վաղարշակ Ղորխմազյանը չի դադարում մտածել նաև աշխատանքի մասին։ Ամենից շատ նեղվում են նրանից, որ կարդալ գրեթե չի կարողանում, գրել նույնպես, լարվել չի կարելի։ Հիմա դուք կպատկերացնեք չէի կարող կարդամ, բայց թերթ էի ուզում ու թերթ էի, որ Երևանում է կարդալ։ Ու սենց մի կերպ բացում, մի կերպ էլի ժամանակ շատ ավելի վատ։ Սենց մենակ վերնագրերը կարդում։ Ընկերները, հարազատները նրան միայնակ չեն թողնում, հաճախ այցելում են զրուցում, թեև դեռ լիովին չի ապակինվել, սակայն ծանր առողջական խնդիրները հետևում են մնացել։ Այս ընթացքում մի հոդված է հրապարակել իր հարազատ թումանյանական աշխարհում, իսկ դեռևս Երևանի հիվանդանոցում պարկած ժամանակ հանդիպել է անհայտ հեղինակի այս տողերին, որոնք իրեն անչափ հոգեհարազատ են։ 3 ծանր ամպերը իջել էին երկրին։ 3 ես թմբիրի մեջ էի, մահաթմբիր։ Միայն մերյալները չեն վերադառնում։ Մարմինս գտնում էր կյանքի եւ մահի արանքում նեղ։ Մտքերս ծորում էին հանցալված մետաղ, գլուխս ծանր էր, ոտքերս թեթև։ Արդեն ես գիտեմ, թե ինչպես է գալիս մահը։ Մերիկ Գոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։